Գլխավոր դատախազությունը պահանջում է Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող անշարժ գույքը։ Գույքերի առնչությամբ ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը դատախազությունը դեռ 2023-ի հունվարին ներկայացրել։ Ուսումնասիրություն իրականացնելիս իրավասու մարմինն իրացրել է օրենքով իրեն վերապահված լիազորությունները եւ ձեռք են բերվել անհրաժեշտ տվյալներ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի ներկայացման համար։ Դատախազի խոսքով Կարեն Ավագյանը հայտարարատու պաշտոն է զբաղեցրել դեռևս 2005 թվականի օգոստոսից, երբ նշանակվել է վարչապետի օգնական, այնուհետև 2007 թվականի հունիսից եղել է Ազգային ժողովի պատգամավոր, պաշտոնավարելով մի քանի գումարման Ազգային ժողովում մինչև 2019 թվականի հունվարը։ Ուսումնասիրության ընթացքում 2025 թվականի դեկտեմբերին իրավասու մարմինը դիմում է ներկայացել հակակոռուպցիոն դատարան հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Հակակոռուպցիոն դատարանը իրավասու մարմնի կողմից ներկայացված դիմումը ամբողջապես բավարարել է եւ Կարեն Ավագյանին ու իրեն փոխկապակցված անձանց արգելվել է բռնագանձման պահանջում ներառված գույքերի տնօրինման հետ կապված գործողությունների կատարումը։ Այս տարվա հունվարին արդեն դատախազությունը կազմել է ուսումնասիրության արդյունքների վերջնական ամփոփման վերաբերյալ եզրակացություն, համաձայն որի Կարեն Ավագյանին պատկանում է 50 միլիոն դրամը գերազանցող, ուստի բռնագանձման ենթակա ապօրինի ծագում ունեցող գույքեր։ Բռնագանձման ենթակա գույքի շրջանակում ներառված է 10 միավոր անշարժ գույք, ինչպես նաև դրամական պահանջ է ներկայացվել։ Անշարժ գույքերը մեծամասամբ գտնվում են Երևան քաղաքում, որոնցից 3-ը միայն գտնվում են կենտրոն վարչական շրջանում, նաև կան գույքեր, որոնք գտնվում են Կոտայքի մարզում։ 10 միավոր գույքերից 3-ը գտնվում են Արաբկիր, մեկական գույքեր Նոր եւ Ավան վարչական շրջաններում, եւս 2 անշարժ գույք Ավագյանը ունի Կոտայքի մարզում։ 10 անշարժ գույքերից 9-ի շուկայականի մոտարկված կադաստրային արժեքը 271 միլիոն 844 հազար դրամ է։ Կենտրոն վարչական շրջանում Արամի փողոցում գտնվող գույքի շուկայական արժեքը դեռ գնահատված չէ։ Որպես իր հետ փոխկապակցված անձին դիտարկվել են իր ընտանիքի անդամները, բայց բռնագանձման պահանջը ներկայացվել է ընդդեմ Կարեն Ավագյանի, իր կնոջ Լուսինե Դարփինյանի, Կարեն Ավագյանի մոր Լիլիա Զաքարյանի եւ իր եղբոր Արթուր Ավագյանի նկատմամբ։ Դատախազությունը հունվարի 26-ին Ավագյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան, որը փետրվարի 6-ին վարույթ է ընդունվել։ Քրիստինե Թորոսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։